Սենց բան մենք մեր պատմության մեջ չենք տեսել, լստեն այք։ Ջերմոցում է մնացել գորի ավելի քան 30 տոննա լոլիկը։ Ոչ չգիտեմ։ Ռուսաստան պտուղ բանջարեղենի արտահանման սահմանափակումը ջուրն է գցել ջերմոցատիրոջ ընտանիքի կես տարվա աշխատանքը։ Այդ լիշ վիճակ է, ոչ էլ աշխատող ենք բերում, որ էլ գործ անի։ Իսկ Չենք էլ ուզում էլ մենք էլ սկի մոտիկ եթանք։ Կոպեկներ արժե ամբողջ սեզոնի չարչարանքը, ասում է 100 դրամով զորով է վաճառում բերքը։ Ստիպված արկերով շուկա է հասցնում, որ հացի փող տուն տանի։ Ջերմոցատիրոջ խոսքով նախկինում լոլիկը վաճառելու մասին անգամ չի էլ մտածել։ Արտահանողները հենց ջերմոցից մինչև վերջին լոլիկը տարել են։ Խոշոր բեռնատարներն արդեն վաղուց իրենց գյուղի մասին մոռացել են։ Սենց պամիդոր մենք 200-220, ամենամեռածը 180 դրամից թանկ բան, էժան չենք ծախեն, Ոչ մեկից ոչի բան էլ չենք ուզել այսքան ժամանակ, ոչ էլ բողոքել ենք։ Բայց էսի սենց էսի վաբշե ելնելու բան չի, էսի հիմա ես ավելավա գան իրանք ուր են։ Թոգան տենան ախպեր, մեր նախարարը գյուղ նախարար ունենք, չունենք, եսկի չգիտեմ էլ, մենակ հողի արկն են թանգստնում ու գույքը արկն են թանգստնում։ Դարակերտցի գոռը զայրույթից պայթում է, հասկանալով, որ 2000 քառակուսի մետր ջերմոցում իր աշխատանքը հիմա կոպեկներ արժե, նույնիսկ ծախսը չի ծածկի։ Էսի վաբշե ելնելու բան չի։ Ասում է, կառավարության բաց թողումն է, որ գյուղացին կրակն է ընկել իր բերքի ձեռքը։ Ապե թողան իրանք ուտեն ինչ ուզում են անեն, չէ տանենք լցենք իրանք կառավարության շենքի հայաթը։ Պտուղ բանջարեղեն արտահանելու համար պատասխանատու պաշտոնյաներին հարց ունի ջերմոցատերը։ Այդ ոնց կլինի, թուրքական պամիդորը 600-700 դրամով կարում են բերեն Հայաստանում ծախեն, մենք մեր արտադրած մաքուր ու անարատ բերքենք 100 դրամ չկարնանք ծախենք։ Եթե արտահանման համար նոր շուկաներ չհայտնվեն կամ հին ռուսական շուկան շարունակի փակ մնալ, Տիկին Լուսինեի ջերմոցի լոլիկներին էլ է 10 օր անց նույն ճակատագիրն սպասվում։ Առաջի բերքն է, որ դրել ենք մշակելու։ Ասում է 20 միլիոն դրամ վարկ է վերցրել բիզնեսն սկսելու համար։ Առաջին բերքը պետք է քաղի։ Տեսնում է ինչ է կատարվում շուրջ բոլորը, հասկանում, եկամուտ ստանալն անհույս է։ Պամիդորի գինը ինքնարժեքից այս պահին շատ ցածր է։ Ու այսինք ոնց պետք է անենք, ոնց պետք է այդ ամեն ինչի տակից դուրս գանք, մեր վարկերն է, մեր հարկերն է։ Ջերմոցատերերի վարկային պարտավորությունները 6 ամսով հետաձգելու կառավարության որոշումը լսել է Տիկին Լուսինեն, բայց չգիտի, որ գերատեսչության դուռը պետք է թակի, որ ինքն էլ կարողանա օգտվել այդ արտոնություններից։ Մի նորմալ բացատրող չկա, ասում է։ Եթե պետությունը տրամադրել է նման բան, չէ՞, բոլոր մեծ հայտարարություն պետք է արվի, որը չենք լսում։ Ասում են տրամադրվում է, պետք է տրամադրվի։ Ում է տրամադրվել, ով է լսել այսքան ժամանակ, որ չգիտեմ, բանկը մի հատ SMS գրի, մի ժամ ուշացնում ենք վճարը, SMS-ը գալիս է, ձեր պարտավորություն չեք կատարել։ Մի հատ SMS մեզ ուղարկեն, ասեն, գիտեք ինչ կա, ձեր վարկը կամ այսքան ժամանակ սառացվել է, կամ ձեր այսքան վարկի, չգիտեմ, տոկոսները սուբսիդավորվել է։ Ըստ գործադիրի որոշման վարկային պարտավորությունները հետաձգելու կես տարվա արտոնությունից կօգտվեն կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան ջերմատների սեփականատերերը։ Իր կառուցած նոր ջերմոցը համապատասխանում է Փաշինյանի կաբինետի սահմանած ստանդարտներին, թե ոչ, չգիտի Տիկին Լուսինեն։ Հիշում է 0%-ով վարկ ստանալու համար իրենից մի աշխարհ փաստաթուղթ են ուզել։ Ոչ մի բանի հետ կապված պետական աջակցություն մենք չունենք, բայց ամբողջ ընթացքում լսում ենք, որ պետությունն աջակցում է գյուղացուն, որտեղ, ում, ժողովուրդ։ Էդգար Ղուշյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։